Այսօր պրոֆեսիոնալ ֆայթինգի ֆեդերացիան մեծանունու համբավի վայելում իր կողմից պարբերաբար կազմակերպվող միջազգային խոշոր մրցաշարերով, որոնք աշխարհում մեծ մասսայականություն են վայելում ընդհանուր մենամարտեր մարզաձևի երկրպագուների շրջանում, Արցախն այդ մարզակամիջոցառումներից անմաս չի մնում։ Մրցապայքարն այս անգամ նվիրված է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին։ Հուշամրցաշարով կազմակերպիչները նպատակ ունեն ոչ միայն պատվել մեր հերոսին, այլև մատաղ սերնդի շրջանում սեր ու հետաքրքրություն առաջացնել դեպի մարզաձևը։ Սա նախ եւ առաջ առողջ ապրելակերպ է, նաեւ այն մարզաձևն է, որը պատանիներին դարձնում է հայրենիքի իսկական պաշտպան, ընդգծում է Հայաստանի Հանրապետության պրոֆեսիոնալ ֆայթինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը։ Մարզաձևը նպաստում է ֆիզիկական զարգացմանը, մարզաձևը նպաստում է նաեւ ինքնապաշտպանությանը, ինչու՞ չէ նաեւ մենք ուզում ենք հայտնաբերել լավագույն ուժեղագույն մարզիկների, որպեսզի այս մարզիկների մեջից մենք կարողանանք Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին ոսկե մեդալ ունենանք, հենց արցախցի ոսկե մեդալներ ունենանք հենց Արցախից։ Fighting Selection կամ սիրողական կարգի մրցաշար Արցախում արդեն երրորդ անգամն է կազմակերպվում։ Մինչ պրոֆեսիոնալ մենամարտ ունենալու մարզիկը պետք է սիրողական կարգում հաղթահարի 3 փուլ։ Դա նախ Fighting Selection-ն է 2 մենամարտով, Fighting Challenge-ը 3 մենամարտով եւ Fighting Global-ը 4 մենամարտով։ Նշված բոլոր փուլերում հաղթանակներ նվաճելով մարզիկն արդեն իրավունք է վաստակում մասնակցելու պրոֆեսիոնալ մենամարտում։ 4 հաղթանակից հետո նա ընդգրկվում է հավաքականի կազմում ու դուրս գալիս միջազգային ասպարեզ։ Արդեն իսկ մենք կարողանում ենք յուրաքանչյուր երիտասարդի ճիշտ ճանապարհով զարգացնել ընդհանուր մենամարտերը, քանի որ յուրաքանչյուր փուլում նաև ունի իր օրենքները, իր մրցականոնները եւ նաև ռաունդի ժամանակը եւ տևողությունը, քանակը եւ տևողությունը կապված է նաև նրա տարիքի հետ։ Այնպես որ մենք մշակել ենք մի ծրագիր, կարողանում ենք 6-7 տարեկան փոքր երեխաներից դարձնել պրոֆեսիոնալ մարզիկներ տարիների եւ աշխատանքի շնորհիվ։ Սա է մեր ծրագիրը։ 2 րոպեանոց 2 ռաունդ, 13 զույգ ու 13 մենամարտ քաշային տարբեր կարգերում, պայքարը Հայաստանի եւ Արցախի թիմերի միջև է։ Կարողացամ հաղթել ես իմ մենամարտը, մենամարտել եմ ես 15 տարիքային խմբում, 51 քաշային կարգում եւ ուզում եմ ես շնորհակալություն հայտնել իմ մարզչին Արմեն Հայապետյանին, քանի որ նրա ջանքերի շնորհիվ է, որ ես կարողացել եմ հաղթել այս մրցաշարը։ Սելեկցիոն մրցաշարում զբաղեցրել եմ առաջին տեղը խեղդով հնարքով ու հույս ունեմ, որ ես կհասնեմ իմ ուզածներին։ Անցած անգամ ես հաղթեցի 19 տարեկանում նույն զուգընկերոջս, բայց հիմա հաղթեցի։ Իհարկե, պարտությունը դեռ չի նշանակում վերջ։ Դրանում համոզված է մարզիկները։ Ավելին, պարտությունն ինչ որտեղ նաև խթան է հանդիսանում հաջորդ մրցապայքարում լավագույնը դրսևորելու։ Միանշանակ այն կարծիքին եմ, որ բարոյապես բոլոր մարզիկներն արդեն հաղթանակած են, որտեղ մասնակցելով նման մրցաշարին, նամանավանդ որ նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին, դա արդեն իսկ հաղթանակ է։ Մենք շարունակելու ենք մեր մրցաշարերը Արցախում, ամբողջ Արցախում կբացենք մարզերում, կբացենք Fighting ֆեդերացիանի եւ 2 ամիսը մենք կցուցադրենք հուշամրցաշարեր եւ մրցաշարեր։ Ընդամենը 3 տարի առաջ Հայաստանի պրոֆեսիոնալ ֆայթինգի ֆեդերացիայի նախագահ եւ գլխավոր մարզիչ ընդհանուր մենամարտեր սպորտաձևի վարպետ Հայկ Ղուկասյանի մտահղացմամբ Արցախում հիմնադրվեց ֆայթինգի ֆեդերացիան։ Ձեռքբերումներն ու արդյունքները գոհացուցիչ են, վստահեցնում է հիմնադիրը։ Արցախում ընդհանուր մենամարտեր մարզաձևից այսօր արդեն ունենք պրոֆեսիոնալ մակարդակի մարզիկներ, ընդգծում է Հայկ Ղուկասյանը, վստահ է նաեւ։ Առաջիկա 1-2 տարիների ընթացքում նրանք հնարավորություն կունենան միջազգային հարթակներում բարձր պահել հայկական երկու հանրապետությունների դրոշները։ Ես այսօր տեսնում եմ բավականին զարգացած է նրանց մարտու շարժողական ունակությունները, կոնկրետ մենամարտի ժամանակ այնպիսի հնարքների են տիրապետում, երևի թե տեսանյութերի, երևի թե հեռուստատեսությամբ, երևի թե մարզումների շնորհիվ եւ լավագույն մարզիչների շնորհիվ այդ ամենը ձեռք են բերել։ Պրոֆեսիոնալ ֆայթինգի ֆեդերացիան նպատակադրվել է գալիք տարում Արցախում կազմակերպել վարկանիշային մրցաշար 10 երկրների ուժեղագույն մարզիկների ընդգրկմամբ։ Միջազգային այդ մրցաշարի Արցախի կազմակերպիչները նախատեսում են հեռարձակել ուղիեթերով։ Գենադի Երեմյան, Արշակ Գասպարյան, օր